Ողջույն, այսօր կխոսեմ միջնադարյան Բուխարայի և Միջին Ասիայի մասին, ներկայացնեմ հետևյալ գիրքը։ Գրքի հեղինակը Ռիչարդ Նելսոն Ֆրայ, Բուխարա Վսենիվիկա։ Գիրքը հրատարակել է Center Polygraph հրատարակչությունը 2016 թվականին։ Ամերիկացի իրանագետ, Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Նելսոն Ֆրայը մանրամասն ներկայացնում է միջնադարյան Բուխարայի պատմությունը 9-ից 13-րդ դարերում։ Բուխարան և ողջ Միջին Ասիան հանդիսացել են Իրանի մաս Աքեմենյանների, Մակեդոնացիների, Պարթև արշակունիների, Սասանյանների կառավարման ժամանակ, չնայած եղել են փորձեր այն նվաճելու սկյութների, սակերի, քուշանների, հեպթաղների, թյուրքերի կողմից։ Արաբական արշավանքների հետևանքով Իրանը և Միջին Ասիան դարձել են խալիֆայության մաս օմայանների և աբբասյանների կառավարման ժամանակ։ 9-րդ դարում արաբական խալիֆայությունը սկսում է թուլանալ։ Խալիֆայության տարբեր մասերում առաջանում են տեղական ամիրաների գլխավորությամբ ժառանգական իշխանությամբ օժտված պետություններ։ Միջին Ասիայում առաջանում է Սամանյանների պետությունը, որն հզորության գագաթնակետին է հասնում 10-րդ դարում, ընդգրկելով Միջին Ասիայի մեծ մասը, արևելյան Իրանը, մասնավորապես Խորասանը, Աֆղանստանի մի մասը, մասնավորապես Հերաթը։ 10-րդ դարի վերջում Սամանյանների պետությունը սկսում է թուլանալ, բայց օգտվելով թուրքական ծագմամբ զորավար Մահմուդ Ղազնևին նվաճում է Սամանյանների պետությունը և հռչակում է սուլթան։ 11-րդ դարի առաջին կեսում Կենտրոնական Ասիայում ուժեղանում են թուրք սելջուկները։ Նրանք պարտության են մատնում Ղազնևիների պետությանը, նվաճելով նրանց պետության մեծ մասը։ Ղազնևիներին մնում է միայն Փենջաբը։ Սելջուկները ի վերջո հասնում են մինչև Նիկիա, պարտության մատնելով բյուզանդական կայսրությանը Մանասկերտի ճակատամարտում 1071 թվականին։ Բայց շուտով սելջուկների պետությունը թուլանում է։ Արևելյան Իրանում սելջուկյան իշխանությունը վերանում է Սուլթան Սանջարի մահից հետո 1157 թվական։ Միջին Ասիայում շուտով ուժեղանում է Խորեմշախերի պետությունը Թեկեշի և նրա որդի Մեհմեդ II-ի կառավարման ժամանակ։ Նրանք նվաճում են Միջին Ասիայի մեծ մասը, Իրանը պարտության մատնում Ղուրիների պետությանը։ 1220 թվականին Չինգիզ խանի գլխավորած մողոլական պետությունը հարձակվում է Խորեմշախերի պետության վրա, պարտության մատնում վերջինիս։ Վերջին սուլթան Ջալալեդդինը երկար տարիներ պայքար է մղում մողոլների դեմ, բայց ի վերջո պարտություն է կրում։ Միջին Ասիայում 9-ից 13-րդ դարում զարգանում է մշակույթը, գիտությունը։ Սամանյանների և Ղազնևիների կառավարման ժամանակ է գործել հանրահայտ պարսիկ գրող Ֆիրդոուսին, ով հեղինակն է Շահնամե հայտնի էպոսի։ Այս ժամանակ է գործել նաև հայտնի բժիշկ փիլիսոփա Իբն Սինան, փիլիսոփա Բյուրունին և բազմաթիվ այլ հանճարներ։ Միջին Ասիան և Բուխարան հանդիսացել են Մետաքսի ճանապարհի կարևոր հանգույց, որի արդյունքում զարգացել են քաղաքները, տնտեսությունը։ Միջին Ասիայի խոշոր քաղաքներ են եղել Բուխարան, Սամարկանդը և այլն։ Մողոլական արշավանքների հետևանքով երկիրը թալանվել և թուլացել է։ Գիրքը հետաքրքիր կլինի պատմաբաններին, արևելագետներին, Միջին Ասիայի պատմությամբ հետաքրքրվողներին։ Շնորհակալություն ուշադրության համար։